Ողջույն սիրելի ակնդիրներ, եթերում 5 շաբթին է, այսօր ես հյուրընկալել եմ ազգային ժողովի падգամավոր Գեղամ Մանուկյանին, բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Մանուկյան, 8-րդ գումարման ազգային ժողովը մոտենում է իր աշխատանքների եզրագծին, վերջին նստաշրջանն է։ Ըստ էության երևի թե նաև առիթ կլինի առաջիկայում գնահատումներ տալու ամփոփելու կատարած աշխատանքը ազգային ժողովի, բայց մինչ այդ վերջին նիստին անդրադառնանք, տառացիորեն օրենսդրական նախաձեռնություններ կան, որոնք ըստ էության դարձյալ զուտ իշխանական են, ընդդիմության կողմից առաջարկված որևէ օրինագիծ նորից չի մտնում քննարկման կամ չի ընդունվում իշխանությունների կողմից, այսինքն վիճակը կարծես ոչնչով չի փոխվել եւ երեկվա հարցով պատասխանն էլ դարձյալ ապացուցեց, որ ըստ էության այն տագնապները, այն ուրեմն հարցադրումները, որ կատարում էին ընդդիմադիր падգամավորները, ոչ միայն սպառիչ պատասխան չունեն, այլև ավելի են խորանում, լսելով արդեն իշխանությունների վերջին պատասխանները կամ խուսանահումները։ Գալով հարցը պատասխանից սկսեմ, իրականում շատ հաճախ ինքս իմ հետ կռվ եմ տալիս, իմաստ կա այդ հարցը պատասխանների, որովհետև նախ ինքը ձևաչափն է խնդրալույց, հարց, պատասխան, արձագանք եւ վերջին խոսքը իրեն է, այո, պատկերացնում։ Երկրորդը այլուց կարծես էլ բան չկա հարցնելու եւ իրականում բան չկա հարցնելու, ու վերջապես երրորդը մի անգամ հարց պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը այդ ֆռռացնելու ասում դասի Միմինո կինոյի մեջ կա այդ հայտնի կտորը слушаете Ժիգուլի կռուծեցը, այսին եւ կա մի բան, այսին հարց պատասխան ինչ-որ հարցերի շուրջ քննարկում, երես ունեցող մարդու հետ են անում, որ ամոթ ունի, այսին եղել է դեպք, կարծեմ Ագնեսան էր Խամոյան հարց տվեց, ես նման բան չեմ ասել, հաջորդը ես էի, վիդեոն միացրեց, դες բառացի ասել է, հա ասეთ ինչ անեմ, բոլորը այս ժողովուրդ ամեն ինչը տեսել է, բայց ինձ ընտրե, հետո եւ այս առումով ինքը խնդրարույց է, ավելի շատ դու քո կարծիք ես ասում, այսինքն դեպք է լինում, որ չենք գնում հարց պատասխանի եւ կարծես շատ էլ ինչ որ ցնցող իրադարձություն դա չի համարում։ Միջովաբերում է հաստատ նստաշ նիստի քարորիայի նախ ինքնին զավեշտ է, այսօր բրիֆինգում եմ ասում, այսինքն պորոտա խոսում են, այ գնահատել են կառավարության անդամների գործունեությունը, դրա համար մի քանի միլիոնով պարգևավճար ենք տվել։ Բայց ի վերջո կառավարությունը նաև այն նախագծեր, օրենսդրական փոփոխություններով է չափվում եւ քարորիա նիստը ավարտել ենք 1.5 օրում։ Այսինքն գրեթե փաստաթղթի նախագիծ չկար։ Հետո տարվա վերջում, այդպես կարճ նիստեր են տևում, տարվա վերջում եկել հիշում են, վայ, շփ, բերում են արտահերթերով ինչ-որ բազմաթիվ փոփոխություններ նոր տարվա վերջում են հասկանում։ Սա է այս կառավարության գործունեության արդյունավետությունը։ Եվ կա եւս մեկ բան օրենսդրական, որ օրերս մի քննարկման ժամանակ ասում նախընտրական որպես խոստում, ամենամեծ խոստումներից մեկը պետք է լինի, որ իշխանության ստանալու դեպքում պետք է ստեղծվի վերականգնման նախարարություն։ Իրականում շատ ամենածանր նախարարությունն է, որ կարող է լինել։ Վերականգնում հասարակական հոգեբանության մեջ, ընկալումներում, ժողովրդի գիտակցության մեջ, պետական ապարատում, մշակութային կյանքում վերջերս ամենտեղ եւ դրա մեջ շատ կարեւոր դեր է ունենալու օրենսդրության վերականգնումը, որովհետեւ երբևէ Հայաստանում նման պարբերականությամբ օրենքները չեն փոխվել։ Այսինքն ամեն վարքյան ցանկացած բանի համար շփ մի հատ օրենք փոխում են, հետո 3 շաբաթ հետո գալիս են, հիշում են, որ այս օրենքի այս իշկետը պետքա հակասումա սրան եկեք փոխենք։ Եվ կա նաեւ օրվա իշխանական կմահաճույքով պայմանավորված օրենսդրական փոփոխությունների շքերթ։ Հիմա նույն տեսալոսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն են առաջարկում, որով հեռուստատեսություններում կարող են հաղորդումներ արգելել։ Օտար միջազգային հեռուստաընկերությունները իրավունք ունեն Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին ռեպորտաժ պատրաստել, որը հեռարձակվում է Հայաստանում, ու այս իշխանությունների վերջին մի քանի ամիսների կարմիր լաթը, մեղադեր Աստված։ Դա հայ առաքելական սուրբ եկեղեցին է։ Եվ այնտեղ երկու падգամավոր կարծես
բանը դարձել են մունետիկ օրենսդրական փոփոխությունների։ Մեկը մեկից խայտարակ։ Շողակաթ հեռուստաընկերության կասեցում այս շաբաթ այս քարորիայում բերել էին մի նախագիծ, որը որ լրագրողներն ասում են լավ ինչի եք փոխում, որը վերաբերում է որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին իր տիրապետության տակ եղած մշակութային կոթողները եւ այլն չի կարող երրորդ անձան փոխանցի վաճառի առանց կառավարության հավանության։ Ասում են ինչի։ Ինչ որ ասում գիտեք թերթում մի բան էր գրած դրա մասին այսպես ու այսպես, բայց հասկանում որ թիրախը հայ առաքելական Սուրբ եկեղեցին է։ Եվ այդ առումով այդ արշավը ունեն համանդրական մեծամասնություն, որը ցավոք սրտի ունեն։ Եվ դրա պատճառն էր 2021 թվականի ընտրություններին բազմաթիվ մանր կուսակցությունների մասնակցություն, որոնք վստահել էին, որ չեն անցնելու շեմը, բայց այդ քվեները ի վերջո հավաքվեց, ավելացավ քաղաքացիական պայմանագիր խմբակցության քվեներին եւ ունեցավ համանդրական մեծամասնություն։ Պարոն Մանուկյան, դուք հիմա ինչ-որ կետերի անդրադարձաք, բայց ես անցած ուրեմն այս քարորիայի հետ կապված շատ կարևոր մի բան նկատեցի, որ ըստ էության իրենց ոչ հաճելի ուրեմն արդյունքներ ցույց տրվող նախագիծ չի սա, ոչ հաճելի արդյունքներ ապահովող կամ արդեն ցույց դրած ուրեմն նախաձեռնություններ աշխատում են լրացնել, պարտակել, մի կողմ դնել։ Ես ուզում եմ ընդգծել ձեր հարցը, դարձյալ ձեր հնչեցրած 44 օրյա պատերազմի հետ կապված, այդ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցի հետ կապված, որը հայտնվել է ասում են, չգիտեմ որ բաժնի ինչ-որ դարակում կարող եք գնալ, մոտենալ, կարդալ, եւ երբ դուք հարցը բարձրացրիք, Ալեն Սիմոնյանը հակադարձեց ձեզ, որ շահարկում եք ըստ էության, այնտեղ զոհեր են եղել եւ այլն, հիմա այդ մարդկանց հիշատակը այսպես պոպուլիստական ինչ-որ բաներով փորձեցին ինչ-որ հարցը դարձյալ մի կողմ դնել, բայց դա շատ կարեւոր հարց էր եւ անպայման ես չգիտեմ, այս խորհրդարանից հետո հաջորդ խորհրդարանը կանդրադառնա այս հարցին, թե ոչ, բայց անպայման պիտի այնտեղ բացահայտումներ կան, որոնք պիտի անպայման հանրությունը իմանա։ Իրականում դրա անհրաժեշտությունը կա եւ լինելու է եւ վստահ եմ Այսինքն քննարկում չի եղել ըստ եւ վստահ եմ որ գալու է մի օր, երբ այս իշխանությունը չի լինելու եւ այդ ժամանակ շատ ավելի տարողունակ, շատ ավելի հանրության կողմից վստահելի քննիչ հանձնաժողովը վեր է հանելու բոլոր այն գլխավոր հարցերը, որովհետև ի սկզբանե երբ որ ձևավորում էր այս քննիչ հանձնաժողովը, ինչ էր հասկանալի է, որ քարոզչական նպատակով է, որովհետև իշխանությունների դեռ 21-22 թվականի սկիզբ, երբ որ բազմաթիվ մեղադրանքներ ուղղվում էին իշխանություններին, իրենց համար փրկողակ էր սա, որովհետև ցանկացած հարցի պատասխանում դե քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է, այ կտեսնեք պատասխանները ու նաև քարոզչական հիմնական մտրակներից մեկն է, ում ցանկանում էին սպառնել, այ կտենաս քննիչ հանձնաժողովը դեռ ինչեր է բարձելու։ Այսինքն փորձ էր իշխանությանը մաքրազարդել այն բոլոր մեղադրանքներից, բոլոր հանցանք-զանցանքներից, որոնց շուրջ կար հանրային գրեթե կոնսենսուս, որ իշխանությունը պատասխանատու է այդ ամեն ինչի համար։ Դրա պատճառով էր, որ մենք հրաժարվեցինք մասնակցել այդ քննիչ հանձնաժողովին, որպեսզի կեղծ լեգիտիմացում չհաղորդենք։ Եվ նաև համոզված ենք, որ չեն կարողանալու, ձախողվելու է։ Այսօր էլ իրականում փաստաթուղթ որպես այդպեսին չկա, որտեղ երբ որ նորից հարցը բարձրացրեցի, այս անգամ Ալեն Սիմոնյանի շեշտադրումը լրիվ տարբեր է։ Անցնող ամիսներին, որ քննիչ հանձնաժողովի զեկույց, որ ուղարկվում էր նրա ստորագրմանը, վավերացմանը, հետո ազգային ժողովի օրակարգ մտցնելու, Ալեն Սիմոնյանը ասաց հանձնաժողով չկա։ Ժամկետը սպառվել է։ Ինչ զեկույց ինչ բա։ Եվ հիմա շեշտը այլոց փոխվել, բայց զեկույցն դե սա գնացեք ծանոթացեք, թե կանոնակ կարգը ասում է հանձնաժողովը զեկույցը ներկայացնում է ազգային ժողովի լիագումար նիստին, որից հետո դադարում է հանձնաժողովը գոյություն ունենալ։ Բայց մենք ենք 2 տարի ասում որ այս հանձնաժողովը ժամկետները խախտել է, իշխանության կողմից զերո արձագանք։ Դեռ ավելին փորձում են, այլ ի վերջո իրենց մասնակցությունը լեգիտիմացնում էր այդ հանձնաժողովը։ Վերջում, բայց ինչու այդ զեկույցը չպաշտոնականացավ, շատ տարբեր գնահատականներ կան։ Կա տեսակետ, որ քննիչ հանձնաժողով, պատերազմի զեկույց, բանակի հետ կապված հարցեր դրանով կգրգռեն Ադրբեջանին, բայց ես ավելի հակված եմ այն թեզին, որ
իշխանությունը չկարողացավ ստանալ, հակառակ բոլոր պատվերներին, բոլոր ճիքերին, չկարողացավ ստանալ այն սպիտակ ներկը, որով Նիկոլ Փաշինյանի դեմքը եւ թևերը ջերմակեցնեին։ Եվ հիմա էլ նույնիսկ հակառակ այդ բոլոր ճիքերին, այնտեղ բազմաթիվ հարցեր կան, որ ուղղված է այսօրվա իշխանությանը եւ այսօր վարչապետի աթոռը զբաղեցնելուն։ Այստեղ մի ուշագրավ հարց էլ կա։ Եթե Ալեցյանը համարում որ զեկույց կա, այդ զեկույցը պաշտոնապես ուղարկվում է իրավապահ համակարգի կառույցներին, ԱԱԾ, քննչական, դատախազություն, որևէ տեղ ոչ մի բան չի գնացել։ Բոլորին հարցում եմ արել, դուք ստացել եք սենց զեկույց։ Չի ասում, մեզ ոչ մեկ չի ուղարկել։ Հենց այստեղ է որ իրենց պետք է 4 տարվա շոու։ Ռուսական հայտնի խոսք ասա, պարոն գեներալ, դուք երեխաներ սիրում եք, բայց երեխաներ ոչ, բայց ինքը գործընթացը։ Հիմա սրանց ավելի կարևոր գործընթացն է, քան բուն արդյունքը։ Եվ իդեպ ասեմ, արդեն երկրորդ նման քննիչ հանձնաժողովը, որ այս իշխանությունը քաղաքական նպատակարարությունից ելնելով է կազմավորում։ Հիմա մոռացել են բոլորը։ Քարորիա պատերազմի քննիչ հանձնաժողով ա եղել, քննիչ հանձնաժողովի զեկույց նույն այդ բաժնում դրած է, գնացել ծանոթացել եմ այն բոլոր միֆերը, բոլոր ստերը, որ ապրիլյան քարորիայի ժամանակ նույն այսօրվա իշխանության եղած հասարակական սեկտորի ներկայացուցիչները, չկայացած խմբագիր Նիկոլ Փաշինյանի թերթը, մյուսները, որ տարածում էին, ամբողջությամբ այնտեղ ջրվել է։ Եզակի հարցականներ են մնացել։ Ամենակարևոր հարցերից մեկը թե ի վերջո ապրիլյան քարորիայի ժամանակ զոհերի թիվը եղել է 104 թե 70 քանի։ Եվ դա համարվել է իշխանության ամենամեծ մեղքի, իսկ թվերի տարբերությունը այնտեղ քաղաքացիական անձանց զոհերի մեջ ընդգրկել, թե չընդգրկելու հարցն է։ Եվ լավ, երկրորդն էլ կա, հայտնի այդ փաստն է ապրիլյան քարորիայի ավարտին, Մոսկվայում հանդիպել են Հայաստանի Ադրբեջանի գլխավոր շտաբի պետերը։ Եվ ինչ հպարտությամբ է գնացել Հայաստանի գլխավոր շտաբի պետը եւ հիմա արդեն քաղաքական վտարանդի Ադրբեջանի այն ժամանակվա գլխավոր շտաբի պետ Սադիխովը։ Ու հարցեր Խաչատուրովը ինչ հիմքով է գնացել Մոսկվա Ադրբեջանի գլխավոր շտաբի պետի հետ հանդիպան։ Բայց հիշեցնեմ, որ այդ քարորիայի քննիչ հանձնաժողովը ձևավորվեց էլի քաղաքական կոնյունկտուրայով։ Կհիշեք Նիկոլ Փաշինյանի այն անհավասարակշիռ ուղիղ եթերը հանգարց չսխալվեք, ես եմ գլխավոր գերագույն հրամանատարը եւ հարձակումը Արցախի ռազմական ղեկավարության վրա։ Պաշտոնանկությունները այսօր Բաքվի բանտում գտնվող Լևոն Մնացականյանի պաշտոնանկությունը այդ ժամանակ։ Եվ դրանից հետո շեֆը կատաղել է, ուրեմն շեֆի կատաղությանը պետք է բավարարում տալ ու ձևավորվեց ափալ-թափալ ապրիլյան քարորիայի քննիչ հանձնաժողով։ Երկուսն էլ այս իշխանության օրոք է ձևավորվում։ Եվ այս հարցը ավելի շատ Ալեն Սիմոնյանին է ուղղված, բայց դուք էլ կարող եք պատասխանել, որովհետև նույն այս հարցերի շարքի մեջ է զոհեր եղել են, ինչպես դուք նշեցիք, ապրիլյան պատերազմում, զոհեր եղան մարտի 1-ին, զոհեր եղան 99 թվականի հոկտեմբերի 27-ին, իշխանությունները սակայն ամեն առիթ որևէ առիթ բաց չեն թողնում, որ ենթադրենք վերաբացեն մարտի 1-ի գործը, փորձեն վերաբացել հոկտեմբեր 27-ի գործը եւ այլն։ Նրանք չեն մտածում, որ այնտեղ էլ են զոհեր եղել, ի վերջո նուրբ հարցեր կան, չի կարելի այդպես։ Չէ, իրանցը թիվ է այդ զոհը, իրանց ուղղակի զոհը կոնկրետ անուն ազգանուն չի, Գեղամ Ազատի Մանուկյան չի, եւ իրանց ամբողջ ճիքը ոչ թե ուղղակի թիվը պակասեցնելն է։ Դրա համար իրանք էլ են խճճվել, բայց երբեք չի եղել մտասևեռումը անուն, ազգանուն, հայրանուն դարձնելը, մարդ դարձնելը, նահատակ դարձնել, իրանց թիվը գիտեք տարիներ շարունակ Հայաստանի լրագրության մեջ եղել է չգրված օրենք։ Զինված ուժերում զոհի մասին տեղեկություն անգամ եթե կար, եզակի բացառություններ են եղել, որ բարոյապես քննադատել ենք եւ այդ հարցը լուծվել է, երբեք չի տրվել լուր մեր լրահոսերում, որ դիցու Գեղարքունիքում զոհ ունենք։
ու դրա շատ մեծ մարդկային բարոյական հիմքը կար, որտեղ երբ որ դու ասում ես Գեղարքունիքում զոհ ունենք, բայց չես ասում անուն, ազգանուն, հայրանուն, այդ պահին Գեղարքունիքում ծառայող բոլոր զինվորների ծնողների սիրտը քարանում է։ Հասկանալի։ Մեկ է շատ ուրիշ նուրբ թեմայի եմ անդրադառնում։ Երբ որ 44 վերապատերազմի առաջին օրն էր, զոհերի անուններ չէին տալիս։ Երբ որ պատերազմի առաջին օրն էր, խմբագիրները ի վերջո ռազմական իրավիճակը, պատերազմը, մեջը քարոզությունը շատ կարևոր է, ձևավորվեց խմբագիրների մի այսպիսի համակցություն չաթ, որտեղ նաև իշխանության այդ քարոզչական հիմնական գործիքը, ֆեյքերի պոակ ասած այն ժամանակ հանրային կապերի եւ այլնի գրասենյակը իրենց ներկայացուցիչներ էր ընդգրկվել։ Այդ բանի մեջ եւ գրեթե ամեն ժամյա ռեժիմով իրար հետ աշխատանք էր։ Այսինքն երբեմն որ մեղադրում են ընդդիմադիր մամուլ բան, սուտ է դա։ Այդ օրերին մենք մեր ճակատում, լրատվության ճակատում զինվոր ենք։ Օր կար, որ ասում էին, այս երկրի մասին վատ բառ չպետք է ասվի, որտեղ ակնկալում է զենք գալ, որևէ մեկը չէր քննադատում։ Շատ հաճախ վեճեր են լինում, որովհետև օգտվում էր իշխանությունը մեր զսպվածությունից եւ փոխարենը իշխանական լրատվամիջոցները շարունակ տեղում էին ապատեղեկատվություն, ներքաղաքական հարցեր լուծում, ընդդիմության վրա հարձակվում։ Առաջին խնդրանք հրահանգը, որը եղավ, կոչ արվեց լրատվամիջոցների, որ հուղարկավորությունները չնկարեն, չցուցադրեն։ Ինձ համար շատ սովորական էր դա, որտեղ մեր երկիր մեդիայում կար չգրված օրենք, եւ նույնը եղել է քարորյա պատերազմի։ Ինչ որ դիտողունակության հետևից ընկնելով մեր մոտ երբեք չի թույլատրվել նկարահանել, ցուցադրվել զոհի հուղարկավորություն, հոգեհանգստի կարգ։ Այդ շատ մարդկային է, այդ ծնողի մոր այդ աչքերը նկարել, ցուցադրել է ուղղակի նաև սադիզմ է։ Ես 44 սերային առաջի խնդրանք հրահանգ հուղարկավորություններ մի նկարեք շատ սովորական ընդունեցի։ Հետո ժամանակի ընթացքում վերաթերթել, պարբերաբար եմ վերաթերթում ու շատ իշխանության սրիկայությունները, թե ինչ են խնդրել, այս սրան անդրադառնանք սրան, հասկանում ես, թե խորքում ինչ է եղել, հետին թվով։ Առաջին խնդրանքն է եղել, ես սովորական էի ընդունել, բայց հետո եմ անդրադառնում, որ հանրության վրա այդ հոգեբանական, այդ առաջի օրերի հաղթելու են կարգախոսից մի վարքյան շեղվող, որովհետև բան չլներ, որ մարդիկ չանդրադառնային, որ այս ծավալով է զոհերը։ Եվ իրականում մինչև հիմա 44 օրյա պատերազմի նահատակների անունները չկան հրապարակված։ Չկմեղանում է Ալեն Սիմոնյանը, մյուսները բա տեսեք զինհաշմանդամների հետ հիմնադրամում զինապահում կա, բայց այստեղ էլ մեծ սրիկայություն կա, որովհետև այնտեղ նահատակների անուն ազգանունները չեն, այնտեղ այդ հիմնադրամի նյութական փոխհատուցումն է, էլի չափում են փողով, բայց նույն կերպ չկա մինչև հիմա պաշտոնապես հրապարակված 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի բոլոր 225 զոհերի անունները, դրա համար էլ մոռանում են, դրա համար էլ չեն հիշում, չեն հիշատակում։ Դիմել է պաշտպանության նախարարություն ստանալու 23 թվականի սեպտեմբեր 19-20-ի Արցախի պաշտպանության բանակի զոհված զինծառայողների տվյալները։ Պատասխանել են ինձ գաղտնի գրությամբ, որ հնարավորություն չունենամ հրապարակել դա։ Այսինքն այդ ամբողջը ծխած ազգույթով փորձում են վարակույրի հետև պահել, այդ ամբողջը մոռացնել, այդ ամբողջը ուրացման տանել, որ երկու օր առաջ Վահագն Խաչատրյանը արդեն Ալիևից շնորհակալություն հայտնի ու դեռ հետ էլ ներողություն խնդրի։ Ցիտում է նրան, ասում են։ Պարոն Մանուկյան, այնուամենայնիվ վերջում փորձենք անդրադառնալ եւ թերևս առաջին գնահատականներից մեկը տալ ազգային ժողովի գործունեության 8-րդ գումարման։ Նկատի ունեցեք, որ ձեր գնահատականը, եթե կունեք իհարկե, հավասարապես վերաբերել է թե ընդդիմությանը, թե իշխանությանը, որովհետև ազգային ժողովն ի վերջո մի մարմին է եւ բաղկացած է նրա գործունեության որակը ի վերջո պայմանավորվում է հենց ընդդիմության ու իշխանության
չգիտեմ, փոխհարաբերություններով ասեմ, թե հակասություններով ասեմ, կամ միասին արված ինչ-որ մի գործով։ Գիտեք, ես եղել եմ լրիվ այլ խորհրդարանի պատգամավոր 2006-2007 թվականներին։ Այնտեղ էլ քաղաքական բանավեճ շատ ուժեղ է։ Գիտեք, շատ անկյունակարային քաղաքական բանավեճ էր։ Եղել եմ այդ խորհրդարանում, երբ որ իշխանության աջակցությամբ փորձում էին Հայաստանի Հանրապետության օրներգը, մեր հայրենիքը փոխել, վերադառնալ Արամ Խաչատրյանի խորհրդային Հայաստանի օրներգի։ Կռիվ ենք տվել։ Ծանր կռիվ ենք տվել ու հաջողել ենք։ Այսօր փառք Աստծո մեր օրներգը մնում է մեր հայրենիքը։ Եղել է ծանր բախումներ երկհաղաքացիական օրենք ընդունելու։ Ու իրականում պետք է անկեղծ ասեմ, երբ որ հաջորդ անգամ ընտրվեցի խորհրդարան, հրաժարվեցի պատգամավորությունից ունենալով իմ բացատրությունով։ Ես չեմ կարող կեսօրին գալ, նույն հանրապետական պատգամավորների հետ նստել, զրուցել, ընդմիջում անել, հետո երեկոյան Երկիր մեդիայի եթերում հարվածել, քննադատել եւ այլն։ Մարդկայնորեն երկատվածությունը իմ համար չէ։ Բայց այն ինչ որ այս 4 տարին է, պետք է անկեղծ ասեմ, հա մարտի դաշտ է։ Մարտի դաշտ։ Դա պատգամավորություն չէր մանդատ ունենալու համար։ Այն օրը անազատության վայրում ենք, թե Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպան Իշխան Սաղաթելյանն ասում է, այս պատգամավորի մանդատը միակ մանդատի առավելությունը քրեակատարողական հիմնարկներ գնալը։ Անցնող 4 տարիներին իրականում այդ խորհրդարանը ինքը օրինաստեղծ չէր, ինքը բարիք ստեղծող չի, ինքը մեր ժողովրդին մի քայլ առաջ մղող չի։ Տեսեք, երկուս էլ քաղաքականության մեջ ենք շատ երկար տարիներ։ Քաղաքական այս պայքարի, իմ քաղաքական 35 տարվա ընթացքում սովետի կոմունիստներից մինչև ՀՀՇ, մինչև բանտարկություն, տարբեր նախագահներ, տարբեր կուսակցություններ ունեցել ենք տարաձայնություններ, ունեցել ենք մեծ տարաձայնություններ, Լևոն Տեր-Պետրոսյանին ամենավերջին բառերով հանրավակներում ասել ենք, բայց այն զգացումը, որ հիմա ունենք, դա երբեք որևէ բանի հետ համեմատելի չի, որովհետև դու հասկանում ես, որ դիմացդ ոչ թե ազգությունն եմ ասում, այլ քեզ թշնամական թեզերով ամբողջ օրը քո դեմ, քո ժողովրդի դեմ պայքարող մի հատ մեծամասնություն կա։ Եվ դրա համար է, որ կանոնների մարտեր տարբերակն է, որովհետև ոչ թե գաղափարական, քաղաքական հակադրություններ են, այլ դիմացը թշնամու թեզերով մի ամբողջ ուժ է։ Այսինքն, երբ որ երեք ասում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են, դու մեկ էլ միտքդ գալիս է, որ լսեք, 30 տարի Թուրքիան էր պահանջում մեր ատոմակայանը փակել ու Ադրբեջանը։ Էս ինչ է կանում։ Երբ որ Արցախի հայաթափումից, կոտորածից, ցեղասպանությունից հետո քո երկրի նախագահ կարգավիճակ ունեցող ոչ բարողերով Վագն Խաչատրյանը շնորհակալությունը հայտնում Ալիևին ու այնպես ծորացող շիրին են ասում պարսիկները, քաղցրությամբ ներկայացնում է, թե ինչ խաղաղություն է տիրում Հայաստանի Ադրբեջանի մեջ, ասես լավ, ուր։ Բայց քիչ մնաց էս խորհրդարանին։ Հուսանք եւ ամեն ինչ պետք է անենք, որ լրիվ ուրիշ խորհրդարան լինի։ Հիմա իրենց առաջի օրից ժողովուրդն է մեզ ընտրել, սպասել, որ արդյոք այդ ժողովուրդը սպասել պետք է արդյոք, որ ժողովուրդը որոշակի առումով շատ տարբեր ընտրություն կանի։ Ես համոզված եմ։ Ոչ միայն սպասել, ամեն ինչ անել։ Ամեն օր ամեն ինչ անել, 24 ժամ 7 ռեժիմով ամեն ինչ անել։ Լավ, ժողովրդին քարոզել, ժողովուրդն ինքը ըստ ձեզ ինչ որ բան զգացել է արդեն, հասկացել է ինքնուրույն։ Միանշանակ, գիտեք, ախր այդ իր անհավասարակշիռ խոսքը նաև գործողությունները ամեն ինչը ամեն մեկի վրա ազդում է։ Ես խայտարակ թոշակների հետ կապված պատմությունը, իրենց պարգևավճարները։ Նույն գույքահարկը ասեմ, նույն պարտադիր հայտարարագրումը, նույն առողջապահական ապահովագրությունը, որ ուղղակի փլուզված խայտարակ վիճակի մեջ է։ Խայտարակ վիճակի մեջ։ Այսինքն ճոռոմ խոսում են այն օրը մորս մորաքրոջ զոնքաչից հերախոսներին եկելա, այդ ինչա, Արմետ համակարգ գրանցվեք
Երեքին է փորձել եմ, երեքին է չի լինում։ Էդի լավ, հələ դեռ ես եմ հետները ես եմ գրացում, բայց ես վերցնում եմ մամայից տման հազարավոր թոշակառուն։ Միայնակ թոշակառուն ինչպես պետք է անի, հասկանալի։ Շնորհակալ եմ Շնորհակալ եմ հրավերի համար եւ հույս ունենամ, որ հենց ժողովրդի ուժով, ոչ թե ժողովրդի ուրեմն կամքով, ժողովրդի քվեով այս իշխանությունը ճանապարհ կդնենք։ Որ ամեն ինչ մենք պետք է անենք։ Աստված, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Կհանդիպենք սիրելի բարեկամներ։